Պարոն Բազեյան, ձեր գործի հետ կապված անընդհատ հետաքրքրվում են, անընդհատ հետաձգում են, ըստ ձեզ ինչու է այսպես, ինչու այն անընդհատ հետաձգում եւ ինչու այն վերջաբան չի ունենում, այսպես ասած։ Նախ ես բազմիցս եմ հայտարարել, որ մեր վրա ուրեմն հարուցվել է շինծուկ հրեական գործ, գործող իշխանության քաղաքական պատվերով եւ հրահանգով 6 ամիս ես ապօրինաբար կալանավորված եմ եղել, մոտ 5.5 ամիս էլ գտնվել եմ տնային կալանքի մեջ։ Հիմա մեզ անդադ տանում բերում են, իրենց կողմից հավաքագրված ԱԾ գործակալ Արմեն Հարությունյանն է մեր դեմ ցուցմունք տվել, որը դատական process-ին դիտավորյալ նրան չեն բերում, բերում են այստեղ անիմաստ ժամանակ են կորցնում եւ դատավորները, աշխատակիցները եւ դատախազը մեղադրող եւ բոլորս դուք էլ միասին մեր ժամանակ են կորցնում, հետո հայտարարում են, որ հաջորդ նիստը կլինի մարտի 24-ին, հաջորդը ապրիլի, չգիտեմ քանիսին, հաջորդը մայիսի ու այսպես կախված վիճակում են տանում բերում, կաշկանդված վիճակում են տանում, իզուր ժամանակ են վատնում, համ իրենց ժամանակն են անիմաստ վատնում, համ էլ մեր ժամանակն են անիմաստ վատնում։ Բայց այս արարքով ինչ են ուզում ապացուցած լինեն, ինչու են անընդհատ հետաձգում։ Ուրեմն ոչինչ չեն կարող ապացուցել, որևէ հարձակում կառավարության շենքի վրա ես բազմիցս եմ հայտարարել, չի եղել, շինծուկ հրեական գործ է, մենք չէինք կարող 6-7 հոգով ուրեմն ճեղքել ոստիկանական մի քանի շարք ոստիկանական պատնեշը վահաններով պատասպարված բարձրանալ կառավարության շենք եւ ինչպես մեղադրող քննիչն է գրել ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին ու բռնազավթել իշխանությունը եւ ես բազմիցս հայտարարել եմ որ Նիկոլին ֆիզիկապես ոչնչացնելով որևէ հարց չէր լուծվելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ազգային ժողովում ունի բացահայտ մեծամասնություն Նիկոլին կսրբացնեին կդարձնեին նահատակ իրենց կազմից որևէ մեկին կընտրեին վարչապետ։ Մենք կրկնում եմ օգտվել ենք մեր սահմանադրական ընդդիմադիր գործունեություն ծավալելու մեր սահմանադրական իրավունքից։